Ուզում եմ այսօր խոսեմ օրհնության բանալի մասին, որն է օրհնության բանալին հնազանդությունը։ Գիտեք, շատ կարևոր է Աստծո աչքին հնազանդությունը։ Աստված շատ է գնահատում հավատացյալի ինչը, ոչ թե գիտելիքները, ոչ թե շատ ինքը ինչ է անում, միգուցե ծառայում է մարդը շատ։ Այսքան տարի ես հավատքի մեջ լինելով ես մի բան եմ համոզվում, որ մարդիկ կարևոր չի ինչեր են արել նախկինում, հիմա կամ ինչեր են ծրագրավորում անելու, Աստված նայում է հնազանդությանը, չէ որ այն ինչ որ մենք անում ենք, այն ծառայությունները որ անում ենք, այսինքն երբ որ աղքատներին ենք օգնում, Տիրոջն ենք ծառայում, այդ ամենը շատ լավ է, բայց Աստծո խոսքը ասում է հնազանդությունը զոհից լավ է։ Ուզում եմ խոսամ 7 բնագավառների մասին, որտեղ մենք պետք է հնազանդություն ցուցաբերենք, որտեղ պետք է հնազանդ լինենք։ Առաջինը դա հնազանդությունն է Աստծուն։ Աստված շատ է գնահատում, որ մարդը ծառայում է, եկեղեցի է գալիս, մարդիկ կան գալիս են եկեղեցի դեռ չեն ծառայում, կգա ժամանակը Աստված կկանչի եւ այդ մարդիկ կմտնեն ծառայության մեջ, Աստծո համար գործ կանեն, ինչպես ես եմ անում, ինչպես երեխեքն են երգում կամ այլ ծառայողները, որոնք որ այսօր այս բան ստեղ չեն երևում բեմի վրա, բայց իրանք ծառայության մեջ են, միգուցե այնտեղ հյուրասիրության հետ կապված, մանկական ծառայության հետ կապված, տարբեր ծառայություններ կա, այսինքն շատ կարևոր է ծառայություն անել Աստծուն, որը Աստված շատ է կամենում ամեն մեկը անեն։ Բայց ինքն է ասում ինչ անենք, ինչպես անենք։ Ինքն է պահանջում ինչպես պետք է ծառայել իրան։ Եթե մենք անենք այն ամենը, ինչ որ մենք կամենում ենք, մենք մտածում ենք ճիշտ է, միգուցե Աստծո աչքերին դա ճիշտ չլինի։ Աստված կամենում է, որ մենք բերենք իր առաջ այն զոհը, որ ինքն է ուզում։ Օրինակի համար մի պատմություն կար Առաջի թագավորոց, ոնց որ ասացի 15:22 համարի, եւ որ Աստված Սավուխ թագավորին ուղարկում է թշնամի ազգը, որոնք լցված են կախարդներով, վհուկներով, կարելի ասել սատանիստներով, որոնք սպառնալիք էին երկրի համար, Սավուղին ասեց գնա ամեն ինչը վերացրու, նրանց ունեցվածքներն էլ վերացրու։ Ոչ մի բան չթողես, որտեղ դրանք նզովված են, նզովված գիտեք որն է, անիծված են։ Ոչ մի բան չբերես այնտեղից։ Ամենը վերացրու։ Սավուղը գնում է, հաղթում է թշնամուն, վերացնում է ամեն ինչը, բայց տեսնում է այնտեղ գառներ կային, պարարտ, լավ, չախ գառներ կային, կենդանիներ կային, վերցնում հետը բերում է։ Եվ հետո Սամուել մարգարեն, որ գալիս է նրան հանդիպում է, Սավուղը Սամուելին ասում է, օրհնյալ լինես, ասում է Տիրոջ ասածը արեցի։ Սամուելը ասում է, բայց եթե Տիրոջ ասածը արեցիր, բայց ի՞նչ ձեն եմ լսում գառների կենդանիների։ Ասում է, հա, ես ասում եմ արեցի Տիրոջ ասածը, բայց այս գառների պարարտները, այսքան չախլիկները լավերը բերեցի, որ քո Տեր Աստծուն զոհ մատուցանեմ։ Ու Սամուելը ինչ է ասում Սավուղին։ Ասում է դու անհնազանդություն արեցիր Տիրոջը։ Միթե Տերը այդքան հավանում է զոհերին, քան իր ձայնը լսելուն։ Ու ասում է հնազանդությունը զոհից լավ է։ Հնազանդությունը զոհից լավ է, կապ չունի, ինչ ենք տեսեք, նույն բանը մենք տեսնում ենք Ծննդոց գրքում, երկու եղբայր կային, որոնք որ զոհ բերեցին Աստծուն, Կայենը, ինքը բերեց երկրի պտուղները, իր չարչարանքի պտուղը կարելի ասել, բերեց Աստծուն եւ Աստված չընդունեց Կայենին եւ նրա զոհին ուշադրություն չդարձրեց, բայց Հաբելը բերեց գառ բերեց զոհաբերելու եւ Աստված ընդունեց այդ զոհը։ Ուրեմն մենք ինչ ենք տեսնում Աստվածաշունչը մեզ սովորացնում է, մենք չենք կարող այն ամենը ինչ որ մենք ուզենք անենք ու Աստված դա կընդունի։ Հենց դա է կրոնը տարբերությունը, հենց դա է կրոնի եւ իսկական հավատքի տարբերությունը, հենց դա է։ Կրոնը այն է, ինչ որ մարդ ինքն է մտածում պետք է անի Աստծուն։ Ես որոշում եմ, որ մոմ պետք է վառեմ։ Ես որոշում եմ, որ այս փուշը պետք է դնեմ իմ տունը։ Ես որոշում եմ իմ տան անկյունի մեջ այս նկարները դնեմ, այս իկոնաները դնեմ պաշտեմ։ Իսկ Աստված ինչ է ասել։ Այնց հետաքրքիր չի Աստված ինչ է ասել, ես իմ պաշտամունքն եմ ստեղծում, դե ստեղծի, այնտեղ Աստված չկա։ Այդտեղ Աստված չկա։ Դες այն օրը մեկին տեսա, փողեր հավաքում, մի հատ տատիկ փող տվեցի, հա հետո ինչ։ Էդի փրկելու է քեզ, չէ։ Կապ չունի ինչ ես ամ տես, Սավուղը բերեց թշնամի ազգից, որոնք նզովված էին, անես կար դրա վրա, Աստծո անեսքը կար։ Աստված ասեց, ինձ պետք չի։ Ես ասում եմ Սավուղը, ես բերել եմ այս կենդանները, որ քո Տեր Աստծուն զոհ մատուցանեմ։ Ու Սամուելը ասեց հնազանդությունը զոհից լավ է։
Ուրեմն առաջի հնազանդությունը սա մեր հնազանդությունը ուղղված է Աստծուն։ Հնազանդության 7 բնագավառների մասին եմ խոսում, որ առաջինը սա ուղղված է Աստծուն։ Եվ Ղուկաս ավետարանի 6-րդ գլխի 46 համարը Հիսուսը այս խոսքերն է ասում. Եվ ինչու եք ինձ Տեր կոչում եւ չեք անում այն, որ ասում եմ ձեզ։ Ինքը Տերը նրանց համար, բոլոր նրանց համար, ովքեր լսում են նրա ձայնին, հնազանդ են նրան եւ անում են ինչ որ ինքը ասում է։ Աբրահամը լսեց։ Աբրահամը ապրում էր քաղդեացիների ուր քաղաքում, որ այն ժամանակ ամենազարգացած քաղաքակիրթ երկիրն էր, հարուստ։ Ամեն մեկը կա երազելը տեղ ապրի, բայց Աստված ասում է դուրս արի այստեղից, քո երկրից, քո ազգականներից, քո հորտնից եւ գնա այն տեղը, որտեղ որ ես քեզ կասեմ։ Եվ գիտես ինչ է ասում Աբրահամը հնազանդվեց։ Ավելի ճիշտ Եբրայեցիների թուղթը ասենց ասում Աբրահամի հավատքը հնազանդեց։ Նրա հավատքը երևաց հնազանդությամբ։ Եթե հավատքի մեջ չկա հնազանդություն, այդ հավատքը մեռած է։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Եվ հավատքի գործը ո՞րն է։ Հնազանդությունը։ Եթե չլինի ու Աբրահամը պատկերացրեք շատ հարուստ մարդ էր, որ հելավ քաղդեացիներ ու երկրից ասում է հարուստ էր ոսկիով, արծաթով, ծառաներով, էշերով, ոչխարներով, ամեն ուխտերով, շատ հարուստ մարդ էր։ Դե պատկերացրու ինչեր է թողել քաղդեացիների ուր քաղաքում։ Նա կապված չէր, նա գերի չէր։ Նրա սիրտը կապված էր Աստծու հետ։ Նա ամեն բան թողեց ու գնաց ու Աստված օրհնեց իրանից մեծ ազգ բարձրացրեց։ Ու Հիսուսը ասում է. ինչու եք ինձ Տեր կոչում եւ չեք անում այն ինչ որ ասում եմ։ Ուզում ես ինչ եք Տեր կոչում, ես ձեր Տերը չեմ։ Պատկերացրու այն ժամանակները կամ հիմա էլ կան ժամանակներ, որ ասենք տեղեր, երկրներ, որտեղ կան տերեր եւ ծառաներ, առաջներում շատ են եղել։ Եվ ով է Տերը։ Տերը նա է, որ հրաման է տալի ծառային կամ հանձնարարություններ է տալի եւ ծառան գնում է այդ ամենը կատարում է, անում է։ Բայց եթե ծառան չի ենթարկվում Տիրոջը, չի անում, ասում է ես սենց եմ մտածում, որ սենց պետք է անի։ Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է։ Այդ դեպքում ինքը ոչ ծառա է, ոչ էլ Տերն է իր համար Տեր։ Ծառան նա է, ով կատարում է Տիրոջ կամքը, դա շատ պարզ է։ Այնպես էլ մեր Տեր Հիսուսը ասում է, ինչու եք Տեր ասում ու չեք անում այն ինչ որ ասում եմ։ Նա Տեր է բոլոր նրանց համար, ովքեր կատարում են նրա կամքը, ովքեր հնազանդ են իրեն։ Սա ամեն մեկի համար յուրովի է։ Ուրեմն հնազանդության, ուրեմն Աստծուն հնազանդվելու երկու կողմեր ենք մենք տեսում։ Առաջինը հնազանդություն իր խոսքին, ապրել ըստ նրա պատվիրանների, եւ երկրորդը ամեն մեկի համար Աստված ունի հատուկ ճանապարհ, հատուկ ուղի, յուրահատուկ կամք։ Հիմա եթե ինձ կանչել է լինելու հովիվ, պարտադիր չի բոլոր տղամարդկանց կանչի լինելու հովիվ։ Մեկ ուրիշին կարող է կանչում Աստված լինելու օրինակ ավետարանիչ, գնալու դրսում մարդկանց ավետարանելու կամ մեկին երիտասարդական ծառայող, մեկին երգիչ կամ շատ տարբեր ծառայություններ կան։ Ամեն մեկի համար յուրովի է։ Օրինակ եթե Աստված կանչում է լինել օրինակի համար կարգ ու կանոնի ծառայող, եկեղեցում Աստված ասում է ես ուզում եմ որ դու հիմա կարգ ու կանոնի ծառայող լինես։ Ասում է ես ուզում եմ լինեմ քարոզիչ, ես պետք է քարոզիչ լինեմ։ Ու ինքը իրան արհեստական բանա գնում է հավաքում է օրինակի համար մարդիկ է հավաքում, նստում, քարոզում է, սովորացնում է, խոսում է։ Ու սա մտածում են ես լավ բան անում, ինքն էլ մտածում է ես քարոզում եմ, ես սիրում եմ քարոզելը, բայց սա Կայենի զոհն է։ Դա այն զոհն է, որ Աստված չի ուզե, եւ դրա համար Աստված վարձք չի տա նրան։ Չի վարձատրի երկնքում, չի օրհնի, որովհետեւ Աստված չի կանչի։ Տեսեք, ուրեմն մեկ բան է, երբ որ Աստծո խոսքը կարդում ես նրա պատվիրանները պահում ես, բայց կա ամենօրյա Աստծո առաջնորդությունը քո համար։ Ամեն մեկի համար Աստված ունի կամքը, իր յուրահատուկ կամքը ամեն մեկի համար։ Եվ գալիս է մի ժամանակ, որ Աստված հայտնում է այդ կամքը։ Մարդիկ են եղել, ովքեր ասել են ես ուզում եմ գնամ այսինչ երկիրը, այնտեղ բիզնեսով զբաղվեմ, այնտեղ տուն առնեմ, այնտեղ ապրեմ, ու Աստված ասել է մի գնա։ Գիտեք, մարդիկ ասում են ես Աստծո ձենը չեմ կարողանում լսեմ, բայց Աստված լիքը ճանապարհներ ունի հասկացնելու։ Աստված ձևը գիտի հասկացնելու։
կլինի երազով, կլինի մարդը գա եկեղեցում խոսք ստանա, կլինի որ Սուրբ Հոգուս կլսի, իր ներսում տեսիլք կտնա, ինչ որ ձևով Աստված կհասկացնի, եթե մարդը ուզում է Աստծուն լսի։ Բայց մարդիկ են եղել, որ Աստծուն չեն ուզեցել լսեն, Աստծո կամքից անկախ գնացել են այն երկիրը, որտեղ իրանք ծրագրավորել են, որ շատ լավ պետք է լինի, բիզնես կսկսեն, տուն կառնեն, ամեն ինչ լավ կլինի, ու ամեն ինչ թարս է գնացել։ Կորցրել են ամեն ինչ, պաշտպանությունը գնացել է, հիվանդացել են, ոմանք մահացել են, ինչ որ տենդ է կապել, ինչ որ հիվանդություն է կապել, վարակիչ մահացել են ու ասել են բախի սենց եղավ, բախի, որովհետև գոյություն ունի Աստծո կամք, մենք պաշտպանված ենք Աստծո կամքի մեջ եւ շատ կարևոր է հնազանդ լինեն։ Կամ մարդիկ կան, որ օրինակի համար եթե Աբրահամը չլսեր Աստծուն դուրս չգար իր երկրից, այդ ազգը չէր առաջանա, որ Աստված կամենում էր առաջացներ։ Նա օրհնված չէր լինի։ Երբ որ Աբրահամը լսեց Աստծուն, Աստված ասեց. «Ես հիմա օրհնում եմ քեզ, դու օրհնված ես լինելու ու բոլոր ազգերը երկրի քեզանով են օրհնվելու։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, քեզ անիծողներին կանիծեմ», այսինքն քո դեմ պատերազմ հայտարարողներին իմ դեմ են պատերազմելու։ Եթե մեկը դուրս գա քո դեմ պատերազմելու, իմացի իմ դեմ է պատերազմում եք, եթե Աստված է քո պաշտպանը, Աստված է քո համար պատերազմողը։ Բայց երբ որ Աբրահամը լսեց Աստծուն, հավատք առանց գործերի մեռած է։ Դու չես կարող նստես ասես թող Աստված գա անի, թող Աստված ինձ շարժի, թող Աստված նշան ցույց տա, ոնց ցույց տա Աստված։ Մենք պետքա ուզենք։ Եթե մենք չենք ուզում, ուրեմն Աստված շարժում առաջ ու հոգևոր աճ չկա, մարդը չի մտնում իր կանչի մեջ, մարդը չի մտնում իր կոչի մեջ, գնալով հոգևոր հանգում է ու սկսում է մահանալ։ Ֆիզիկապես չէ, հոգևորապես մահանում է։ Խոսքով հավատք առանց գործերի մեռած է, եւ այդ գործը արտահայտվում է հնազանդությունով։ Սրա մասին կարելի է ժամերով խոսալ։ Եվ նաև երկրորդ Օրինաց 28 գլխի առաջի եւ երկրորդ համարները ասում են, եթե լսես քո Տեր Աստծո ձայնին եւ ուշադրությամբ կատարես այն ամենը, ինչ որ նա քեզ ասում է, Աստված էլ քեզ կօրհնի եւ բոլոր օրհնությունները կգան քեզ կհասնեն, դու չես գնա օրհնությունների հետևից, ասում է օրհնությունները կգան քեզ կհասնեն եւ դու օրհնված կլինես երկրի բոլոր ազգերից էլ ավելի։ Եվ Եսայի մարգարեության առաջի գլխի 19 համար ասում է, եթե հոժարեք եւ լսեք, երկրի բարիքը կուտեք։ Ուրեմն երկրի վրա բարիքներ կա, որ Աստված դրել է եւ վայելելու համար, որպեսզի իր չեմ ասում անօրեն ճանապարհներով, մարդիկ այո անօրեն ճանապարհներով ունեցվածներ են ձեռք բերում, ոնց որ անցած անգամ ես ասեցի, ինչ որ բաներ են ձեռք բերում, ինչ որ տներ են առնում ֆրադներով, չգիտեմ փողեր գցելով պետություններից, մտածում են բան ունեն, իրանք բան չունեն, դա զրո է, դա օրհնություն չի, դրա հետ խաղաղություն չկա։ Բայց Տերը ասում է, եթե հոժարեք եւ լսեք, երկրի բարիքը կուտեք։ Այսինքն ես անես կանեմ, որ այդ օրհնությունները կգա ձեր կյանքում։ Եվ Հակոբոս 4:7-ում ասում է հնազանդվեցեք Աստծուն։ Ու երբ որ հնազանդվում եք Աստծուն, հակառակ եք կանգնում սատանան փախչումը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սա առաջին ու ամենակարևոր բնագավառն է, որտեղ մենք մեր հնազանդությունը պետքա ցույց տանք, եմ ասում, ես թե մենակ այս առաջինի վրա կարելի է ժամերով քարոզել ու չկանել ու բազմաթիվ հարյուրավոր օրինակներ կան, բայց ես արագ եմ ուզում ասեմ, առաջինի վրա մի քիչ ավելի երկար կանգնեցի։ Երկրորդը, որտեղ որ պետքա հնազանդություն ցուսաբերեն, դա կանանց հնազանդությունն է իրենց ամուսիններին։ Ասում է կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին։ Գնանք Եփեսացի 5-րդ գլխի 22-ից 24 համարները։ Կանայք հնազանդեցեք ձեր մարդկանց, ինչպես Տիրոջը։ Պատկերացնում եք ոնց ասում է ինչպես Տիրոջը։ Ոնց Տիրոջը կհնազանդվեր, այնպես է կանայք պետքա իրենց ամուսիններին այդպես հնազանդ լինեն։ Մարդը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնի փրկիչը։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց մարդկանցը ամեն բանի մեջ։ Անկամ եթե ամուսինները անհավատ են լինում եւ Աստծո խոսքը չեն իմանում, եւ կինը պետքա խոհեմությամբ վարվի, չպետք է անդադ վիճաբանությունների մեջ մտնի, համոզի, ասի սխալ ես դու, պետք է սենց։ Կինը առաջի Պետրոս 3-րդ գլխի առաջինից 4 համարներում ասում է կանայք դուք խոնարհություն, հեզություն ցույց տվեք ձեր մարդկանց, եթե անգամ նրանք ձեր խոսքին չեն լսում, եթե չեն հնազանդվում ձեր խոսքին, ապա ձեր գործերով, ձեր վարքով շահեք իրանց։ Ձեր վարքով շահվեն իրանք։ Այսինքն ամեն ինչ չի որ խոսալով է ապացուցվում,
այլ շատ բաներ դու կարող ես ապացուցես ընդհանրապես քո պահվածքով, քո հեզությունով։ Մի պատմություն կար, որ լսել էի տարիներ առաջ Աֆրիկայի Զուլու քաղաքում, որտեղ որ հոգևոր մեծ արթություն ասկսվե, revival ասկսվե, ու մի ընտանիք կար, եկեղեցուց շատ հեռու տեղում, բնակ մի մարդ կար, որ ամեն օր խմած գալիս էր, կնոջը ծեծում էր, լինում էր մի քանի օր չէր գալի տուն, հետո գալիս էր ու այս կին ասում էր այս սուրը էլի խմելու էր գնաց է բան ու կինը ոնց որ ասած մի քիչ էլ սկսում է բողոքել, աչառություն ալել, այս մարդը վերցնում է նորից կնոջը անդադ ծեծում է, անդադ խմած գալիս է կնոջը մի խոսքով նեղում է, ծեծում է։ Ու հետո լսում են, որ քրիստոնյաներ են եկել, Աստծո շարժը սկսվեց իրանց տարածաշրջանում, այս մարդը հարբեցող մարդը ասում է կնոջ ասում է նայ, եթե ես իմանամ, որ դու գնացել ես այդ եկեղեցի, ես քեզ կսպանեմ, չիմանամ հանգարց գնացել ես այնտեղ։ Սատանան էլ իր մեջ է գործում։ Բայց այնպես աստվածում որ այս կինը գնում է այդ եկեղեցի, ապաշխարում է, փոխվում է, խոնարհություն է ձեռք բերում, հնազանդություն է ձեռք բերում եւ իր վարքագիծն էլ է ինքը փոխում, երբ որ Աստծուն մոտենում է, Աստծո խոսքը ճանաչում է, վարքագիծն էլ է փոխվում։ Ու երբ որ լինում է ամուսինը խմած գալիս է, ել չի բողոքում մարդուն, ասում է այս սուրը ինչ ես խմեն նորից, ոչ մի բան չի անում։ Գալիս է ասում է ճաշ տնեմ ուտես ամուսին ջանես մարդը զարմանում է, ասում է այս ինչ է ասում, սաղ կյանքը այս կինը ինձ չի առաջարկել ճաշ տնեմ, բերում է ջուրը ասում է դնում է այս կինը ամուսնու ոտքերն է լվում, այս մարդը ապշած է, գնում է հետո էլի մի քանի օր տուն չի գալի խմած, հարբած հետո գալիս է նույն ձևով այդ կինը այդ նույն վարքագիծն է էլի ցույց տալի, գալիս է խնամք կատանում, չի տրտնջում, չի չարախոսում, այս մարդը բնականա չի ծեծում։ Ու հետո այս մարդը զարմացած շոկի մեջ ասում է, «Էս ինչ է եղել իմ կնոջ հետ, կարող է, էս ինչ է եղել, կարող է խելքը թրծել»։ Մտածել հետո ասել է, կարող է գնացել ես այն եկեղեցին, որ ասել եմ քեզ չգնաս։ Կինը ասել է, հա, գնացել եմ։ Մտածելով, որ ես ամուսինը չգիտեմ ինչ կանի իրան, բայց ամուսինը ոչ մի բան չի անում, որտեվ տեսնում է, որ այդ եկեղեցին իրան օգուտ է տվել մենակ այդ կնոջը։ Ու այդ ամուսինն էլ է ապաշխարում։ Այդ խոսքն է կատարվում առաջի Պետրոսի 3-րդ գլխի 1-ից 4 համարները, որ ասում է այնպես էլ կանայք հնազանդ լինեն իրանց ամուսնուն, որ եթե անգամ նրանք ամուսինները ձեր խոսքին չլսեն, բայց ձեր վարքով շահվեն, շատ սա մեծ ազդեցություն է թողում։ Իսկ տներ կա, որ անդադ կինը խոսում, քարոզում նստած անդադ այն կատ-կատուցը ոնց են, որ անձրևի օրը մեկ է լուսամուտից է տենքում կատ ինչ տհաճ է, տկ ու ասենց լուսամուտի հենց հետևի չգիտեմ կրիշից բան է կաթում, կաթոց։ Ասում է վիճող կինը նման է անձրևի կատկատոցին։ Հասկանում եք ու անդադ նստում ես մարդու ականջին Աստծուց անդադ քարոզ ու արդեն դա զզվասման երևան ասում ավելի լավ է։ Եթե չեն հավատում մի անգամ երկու անգամ խոսա ու մնացածը թող Աստծո վրա աղոթ կարա կամ քո վարքով ցույց տու, էսի շատ կարևոր է։ Ուրեմն ճիշտ հավատացյալ կանայք պետք է հնազանդություն ցուցաբերեն։ Իհարկե չեմ ասում ամեն ինչին, չեմ ասում, եթե ամուսին ասում է գնա գողություն արա, պետք է գնաս գողություն անես։ Իհարկե դա այդպես բաներին չի վերաբերվում։ Պարզ է, չէ՞։ Երրորդը երեխաները պետք է հնազանդ լինեն ծնողներին։ Եփեսացի 6:1-2-ը նայենք, որդիկ հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որ այն է արժանը։ Պատվիր քո հորը եւ քո մորը, սա առաջին պատվիրանքն է խոստմունքով, որ քեզ լավ լինի եւ երկար ապրես երկրի վրա։ Տես, ասում է, սա առաջի պատվիրանքն է խոստմունքով, ոչ թե 10 պատվիրանների առաջինն է, այլ առաջինն է խոստմունքով, ինքը իրականում 5-րդ պատվիրանն է, բայց այդ առաջի պատվիրանն է, որ իր մեջ խոստմունք է կրում։ Ասում է, պատվիր քո հորը մորը, որ քեզ լավ լինի, այսքան հաջողություն ունես, այն որ ասում է հաջողություն չունեմ կամ ոնց ամ հաջողություն ձեռք բերեմ։ Ուրեմն ասում է, որ լավ լինի, հաջողություն ունես եւ ասում է երկար ապրես։ Ուրեմն օրերի թիվը երկարանում է այն երեխեքի, ովքեր որ հնազանդ են ծնողներին։ Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ այդ ապստամբությունը, այդ անհնազանդությունը շատ է ու մենք տեսնում ենք շատ նաեւ երիտասարդ մահեր, չեմ ասում պատերազմի ժամանակ, իհարկե պատերազմից դուրս շատ երիտասարդ մահեր ենք տենում, Աստծո խոսքը ասում է վերջի օրերի նշաններից մեկը հենց այն կլինի, որ կլինեն շատ տարաժամ մահեր, այսինքն երիտասարդ մահեր, ու որտեղից է նաև այս անեծքը գալիս, անհնազանդությունից։ Տես, թեև դա 10 պատվիրանների մեջ է ասվում, պատվիր քո հորը մորը, որ քեզ լավ լինի եւ երկար տարիների կյանք ունենաս, նաև նոր կտակարանում էլ է գրում Պողոս առաքյալը,
Պատվիր քո հորը եւ քո մորը, ասում է, սա առաջին պատվիրանքն է խոստմունքով, որ քեզ լավ լինի եւ երկար ապրես երկրի վրա։ Սա շատ կարևոր է, որ երեխեքը սովորեն հնազանդ լինեն իրենց ծնողներին։ Իհարկե մենք ովքեր որ Աստծուն չեն ճանաչել, չեն իմացել Աստծո խոսքը, համապատասխան ձևով չեն գործել, անհնազանդ են եղել։ Եթե մարդ հավատում է Աստծուն պատվում է, Աստծուն սիրում է, նա կսիրի նաև իր խոսքը, որ ասում է պատվիր քո հորը քո մորը, հնազանդ եղի, սա շատ կարևոր է։ Եվ իմաստության այդ առաջի ընթացքը, որ մենք Աստծուց խնդրում ենք իմաստություն, չէ՞, միջև Աստված քեզ իմաստություն կտա, Աստծո խոսքը սովորացնում է, որ երեխեքը այդ իմաստությունը իրանց ծնողներից են ստանում։ Խրատը լսելուց։ Իհարկե չենք կարող ասենք, որ այսօր բոլոր հայրերը կամ ծնողներն են այդ իմաստությունը, որ ունեն, բոլորը չի, որ ունեն այդ իմաստությունը, որտեղ Աստծուն չեն ճանաչում, մարդիկ կան խմող են, հարբեցող են, իհարկե իրանցից բան չի կարելի սովորել, բայց սրտի դիրքը պետքա ճիշտ լինի, ծնողների հանդեպ մտածեն օգնեն, ոչ թե չարախոսեն։ Անկամ չեմ ասում ամեն ինչին համաձայնվեն, բայց չչարախոսեն, չբամբասեն, որտեղ տեղը ասում է իր ծնողներից բամբասողը կորչի իր ժողովրդի մեջից։ Սա 5 տակարանում է իհարկե ասում, բայց սա սրա վրա անեսքներ է գալիս, երբ որ երեխաները չեն հնազանդվում իրենց ծնողներին։ Սա շատ կարևոր է։ Այս էլ ամեն մի այս հատվածը, որ ես ասում, կարելի է ժամերով խոսալ, բայց ես ուզում եմ քիչ արագ եթամ ընդհանուր որ պատկերացում ունենաք, որ բնակավարներն են, որտեղ որ պետքա հնազանդություն ցուցաբերենք։ Չորրորդը հնազանդ լինել երկրի իշխանավորներին, ղեկավարներին։ Հնազանդ լինել երկրի ղեկավարներին։ Կարդամ առաջի Պետրոս 2-րդ գլխի 13, 14 եւ 17 համարները։ Ասում է արդ հնազանդեցեք ամեն մարդկային կարգի Տիրոջ համար։ Տիրոջ համար, գիտեք, ուրիշ թարգմանության մեջ կարելի է ասենց ասել, Տիրոջ խաթր։ Որտեվ շատեր ասում են, հա, բայց իրանք արդար չեն վարվում, էս են անում են։ Աստված ավելի շատ ստե խոսում է համակարգի մասին։ Չի ասում, եթե մի հատ ինչ որ մեկը վատ օրենքներ մտածե, որ բերի հոմոսեքսուալիստներին առաջ տա, մենք պետք է հնազանդվենք, համաձայնենք։ Դա չի։ Ընդհանուր խոսքը գնում է համակարգի մասին։ Կամ եթե չհամաձայն դու պետք չի գնալ չարախոսել, որտեղ ասում են, այ հնազանդեք ամեն մարդկային կարգի Տիրոջ համար, թե թագավորի ինչպես թե մի վերնագույնի, թե կուսակալների ինչպես նրանից ուղարկվածների չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։ Նա մի քիչ թռնեմ առաջ եւ 17 համար ասում է ամենին պատվեցեք, եղբայրությունը սիրեցեք, Աստվածանից վախեցեք, թագավորին պատվեցեք։ Մի քանի համարներ կան էլի, բայց ժամանակի պատճառով չեն կարդա։ Նաև Եբրայեցի 13-ի 1-ը ասում է ամեն անձ թող հնազանդի բարձր իշխանություններին։ Այսօր շատ հավատացյալներ այստեղ են ընկնում սայթակում։ Որտեղ հավատացյալները իրանք, ասենք, շատ ձգտում են սրբության, արդարության, մաքրության եւ տենում են անօրենություններ միգուցե ղեկավարներից եւ սկսում են ընկնել բողոքի մեջ, չարախոսության մեջ, ընկնում են քաղաքականության մեջ, քաղաքականությունով են զբաղվում եւ իրանք չեն էլ իմանում ոնց է դրա պատճառով իրանց հոգեվորը ընկնում։ Մարդիկ հոգեորապես ընկնում են, դրա համար տեսնում եք երբեք մենք ստեղ քաղաքականությունից չենք խոսում։ Քաղաքական բաները մենք չենք տանում առաջ այստեղ։ Երբեք վեցը լսել եք ստեղից մի հատ մեկի մասին ինչ որ բան ասեմ, ռեկլամանեմ։ Կարող է ես իմ հայացքներ ունեմ իմ ազնական կյանքում, բայց ոչ մեկի վրա չեմ կապում։ Ոչ էլ պետքա որ որևէ մեկը քաղաքականությունից խոսա ու բերի եկեղեցում։ Անձնական կյանքում ինչ ուզում ես արա, բայց պետքա զգուշ լինես, որ չմտնես չարախոսության մեջ, մեկ ուրիշ տեղ, ուրիշ համարներում ասում է մի հայհոյեք նրանց, մի չարախոսեք նրանց։ Հայհոյել պարտադիր չի, որ մենք հայկական ձևով քֆուր հասկանանք։ Հայհոյել դա բողոքել, տրտնջալ, չարախոսել։ Ինչ պետք է անենք փոխարեն, մենք ասում ենք, ոնց անենք, եթե իրանք ճիշտ չեն, լավ չեն։ Առաջի Տիմոթեոս 2 գլխի առաջի համարը ասում է աղոթք արեք ղեկավարների համար, թագավորների համար, իշխանավորների համար աղոթք արեք։ Ուրեմն կամ մենք չարախոսող ենք, կամ աղոթող ենք։ Եթե մենք չենք աղոթում, չարախոսում ենք, վատաբանում ենք, դա մեզ Աստծուց կհեռացնի։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք թեև ունեն աստվածային հավատք, բայց այնքան են հեռացել դրա պատճառով։ Դա չարի թակարդն է։ Այնպես չի, որ Աստված ասում է, այո, ինչ որ հանում են իշխանավորները ճիշտ են անում, բայց դա չարի թակարդն է գցելու։ Դրա համար մենք պետք է կամ ասենք ոստիկան կանգնեցում, չէ՞, ինչ ենք անում, մենք հնազանդվում ենք։
Հնազանդվում ենք, կանգնում ենք, ինչ որ փորձում ենք բացատրել իրավիճակը, եթե չհնազանդես ծալեն կտանեն, մանավանդ տեղի Ամերիկայի ոստիկանները։ Շատ կարևոր է։ Հիմա նայեք, դուք իմ հետ չեք համաձայնում, դուք այս խոսքի հետ եք համաձայնում, սա իմ գրած գիրքը չի։ Ես չեմ գրել գիրքը։ Դուք իրավունք ունեք չհամաձայնվելու ամեն մի իմ ասացի հետ։ Բայց եթե մենք ուզում ենք, տես ես ինչ ասացի, օրհնության բանալին, որն է հնազանդությունը։ Ուզում ես օրհնված լինես Աստծո հետ մոտիկ փոխհարաբերություն, ուրեմն իր համար արա, դրա համար այնտեղ ասում է հնազանդվեցեք ամեն մարդկային կարգի Տիրոջ համար կամ Տիրոջ խաթր կամ ուրիշ անգլերեն թարգմանության մեջ գրած է հանուն Տիրոջ ասացի։ 5-րդը հնազանդվել աշխատանքի ղեկավարներին։ Էլի Եփեսացիների մեջ նայենք 6-րդ գլխի 5-րդ համարը։ Ծառաներ հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին։ Իհարկե այստեղ ավելի շատ ծառա տեր բառն է օգտագործում, բայց այն ժամանակ աշխատողները գնում են ասենց մեկի տունը, ասենք մեկի բակը մաքրելու կամ տունը մաքրելու, իրանք համարվում են ծառաներ։ Ու շատ համարներ կա, այս նույնատիպի համարներ շատ կա, որ ասում է ծառաներ հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին վախով եւ դողով, ձեր սրտի միամտությամբ, ինչպես Քրիստոսին։ Պատկերացնում ես, ինչպես Քրիստոսին։ Անկամ աշխարհի քո գործերի մեջ հավատարիմ եղի, մաքուր եղի։ Եվ առաջի Պետրոս 2-րդի 18-19-ի մեջ անգամ ասում է անգամ խիստերին, այնտեղ ասում է ժանտաբարոներին, ժանտաբարո, որ նշանակում է խիստ։ Առաջի Պետրոս 2-րդ գլխի 18-19 համարները։ Ծառաներ հնազանդ, թող ծառաները հնազանդ լինեն տերերին, ամեն վախով, վախը ոչ թե մարդուց վախով, այստեղ ինքը ամեն անգամ վախ նշելով նկատի ունի հարգանք, Աստծո վախ, ոչ միայն ասում է բարիներին հնազանդ թող լինեն, ոչ միայն բարիներին հեզահոգիներին, բայց ժանտաբարուներին էլ, այսքան խիստերին էլ։ Ասում ես խիստ է այս մի տերը, այս իմ բանը ղեկավարը խիստ է։ Աստված ասում է հնազանդ եղ։ Ես հիշում եմ Մարիամը, որ ընդունվեց բանկ աշխատել էլի Մարիամից աշխատանքի։ Ամեն անգամ Մարիամի օրինակներն եմ հիշում, շատ լավ է։ Բանկում որ ընդունվեց, մեկ էլ ասում է լավ, նորմալ փոխհարաբերություն ունեի բոլորի հետ։ Հանկարծ այս բանկի մենեջերը սկսում է շատ խիստ կոպիտ ձևով Մարիամի հետ խոսալ։ Մարիամ շոկի մեջ անգնում, ասում է ինչ եմ արել, ինչ որ բան չեմ արել, հետո գալիս է տուն, այդ ինքը ինձ հետո է պատմում, մի քանի օր հետո է պատմում։ Մարիամը ասում է գնացի տուն, ես ինձ տարակուսած էի ու հիշեցի Աստծո խոսքը, որ պետքա աղոթեմ ղեկավարների համար։ Ես գնացի, սկսեցի աղոթել եւ օրհնել իմ մենեջերին, ասեցի Աստված ջան, ես օրհնում եմ իրան, մի խոսքով գիտեք, օրհնում է եւ ասում է գնացի, մյուս օրը ասում է այդ նույն մենեջերը սկսեց այնքան լավ իմ հետ խոսալ, այնքան լավ փոխհարաբերություն կառուցեց եւ դրանից հետո կարգավորվեց ամեն բան։ Երբեմն այդ տեսակ փորձություն ենք անցնում։ Գիտեք ինչ կլիներ, եթե ինքը գնար տունը բողոքեր, չարախոսեր, տրտնջար, այդ տրտումությունը պահեր։ Իրավիճակը ավելի էր վատանալու, սրվելու։ Որտեւ Աստված մեզ իշխանություն ա տվել, մեր աղոթքի, մեր խոսքի միջոցով կարա բան փոխվի։ Ես տեսնում եի օրհնության եւ անեծքի ուժը։ Երբ որ դու օրհնում ես, այդ օրհնությունը վերադառնում է քեզ։ Երբ որ դու անիծում ես, իրավիճակը ավելի ես լարվածնում։ Անկամ եթե քո աշխատանքի տեղը լարված վիճակը, սկսի հենց փորձել աղոթել այդ մարդկանց համար։ Աղոթի օրհնի իրանց ուղակի։ Սիրտդ մաքուր պահ է։ Դա էլ մի բան է, որ փորձություն դու ասում ես, չեմ ասում ինչ, ասում են արա, ասում են գնա մյուսի բան account-ը թալանի, այդպես տեղեր կա, չէ, գնաս թալ, չեմ ասում այդ կուրորեն, բայց նորմալ առողջ բաների մեջ, իհարկե մենք անօրենության մեջ չկանք, չպետք է մտնենք անօրեն բաների մեջ, բայց փորձի օրհնես եւ օրհնությունը կգա եւ իր վրա եւ քո վրա եւ քո համար լավ կլինի եւ իրանց համար։ 6-րդը հնազանդվել եկեղեցու առաջնորդներին, հովիվներին կամ այլ ավակներին։ Սա գրած է Եբրայեցի 13 գլխի 17 համարը։
ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պետք է տան, որ ուրախությունով անեն այն եւ ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չի։ Ոստեղ երկու բան ասում։ Առաջնորդներին լսեք, հիմա դուք լսում եք։ Հիմա ինչ որ խոսում եմ, դուք լսում եք։ Բայց լսելը մի բան է, հնազանդվելը մի բան, մեկ այլ բան է։ Դες ասում ականջ դրեք, հիմա դուք ականջ եք դրել, լսում եք։ Եվ հնազանդվեք։ Հնազանդվելը արդեն ֆիզիկական կատարելն է, որտեղ ասում են նրանք հսկում են ձեր հոգիների համար։ Մարդիկ կան եկեղեցում լսում են, բայց չեն հնազանդվում։ Կարող է լսեն, հետո մի հատ ասենք որևիցե հարցում ուղղել պետք լինի, մարդը չկամենա կատարի։ Չի կամենում։ Իր գործն է։ Ու անընդհատ հոգևոր խնդիրներ է ունենում այդ մարդը։ Որտեղ հնազանդության մեջ օրհնություն կա, հիշում եք օրհնության բանալին դա հնազանդությունն է, բայց մարդիկ կան ովքեր լսում են, ոչ միայն լսում են, նաև հնազանդում են, կատարում են եւ իրանք օրհնված են։ Իրանց բոլոր գործերի մեջ Աստված օրհնում է հնազանդներին։ Ասում Աստված հնազանդներին շնորհք է տալիս։ Հպարտներին հակառակվում է։ Հասկանու եք, շատ կարևոր է, որ խոնարհ լինենք։ Մեր խոնարհությունը տարբեր բնագավառներ կա, որտեղ դրսևորվում է։ Ուրեմն հնազանդվեք եկեղեցու առաջնորդներին, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար։ Հիմա ինչ որ մեկը կարող ասի, դու չես հսկելու իմ կյանքը, Աստված է դրել, որ ես հսկեմ։ Եթե տենում եմ դու ճիշտ ուղու վրա չես, ասում եղբայր կամ քույր, դու սխալ ուղու վրա ես, լավ կլինես բանը փոխես։ Եթե դու ինչ չես ընդունում, դու ինչ չես ընդունում Աստծուն։ Որտեղ ասում են նրանք հսկում են, Աստված չի հսկում, ասում է հովիվներն են հսկում ձեր հոգիների համար։ Այնպես արեք, որ իրանք ասում է ուրախությունով անեն այդ գործը, ոչ թե հառաչելով, այսքան տխրելով, զորով, որ ասում է դա ձեզ օգուտ չի։ Այսքան այն մարդիկ, ովքեր չեն հնազանդվում, ծանրություն են դառնում հովիվի առաջնորդի համար, խոսքը ասում է դա իրանց համար օգտակար չի։ Հետո մարդիկ թող չզարմանան աղոթքների պատասխանը ինչի չեն ստանում այդ դեպքում։ Կամ արհամարում են, կամ sense վատ ձևով են վերաբերվում։ Փառք ասում եկեղեցում ամեն ինչ կարգին է։ Սա ուղղակի մենք սովորում ենք, որպեսզի այդ խոսքը մեր մեջ լինի, ամեն։ Եվ 7-րդը, վերջինը, ասում է հնազանդվենք միմյանց։ Պետք է հնազանդվենք միմյանց։ Եփեսացի 5:21-ը իրար հնազանդ եղեք Աստծո վախով, Աստծո վախով։ Եվ այն մի տեղն էլ առաջի Պետրոս 5:5-ը, այս էլ նայենք, այս վերջի համարն էլ նայենք ու վերջ։ Առաջի Պետրոս 5:5-ը։ Այնտեղ նայեցինք իրար հնազանդ եղեք Աստծո վախով, այստեղ էլ ասում է ամենքդ իրար հնազանդվելով խոնարհություն հագեք։ Գիտեք, ասում է, այս մի եղբայրը խոնարհ է, այս մի քույրը խոնարհ է, խոնարհ քույր է, խոնարհ հոգևոր եղբայր է, խոնարհ հավատացյալ է։ Ինչից ենք իմանում, որ խոնարհ է։ Հիմա որպեսի հասկանաք, ինչ եմ ասում, մենք սա բաժանելու ենք երկու մասի՝ խոնարհություն եւ հնազանդություն։ Խոնարհությունը դա վերաբերվում է սրտի դիրքին։ Խոնարհությունը դա վերաբերվում է սրտի դիրքին։ Իսկ հնազանդությունը, հեզությունը դա ֆիզիկական գործով է երևում։ Ամենքդ իրար հնազանդվելով խոնարհությունը հագեք։ Հնազանդելով նոր մեկը մի բան ասում քեզ, դու լսում ես, անում ես, խոնարհությունն ես հագնում։ Մարդ չի կարող լինի խոնարհ, եթե հնազանդ չլինի։ Ասում եմ, ինչ խոնարհ երեխա է։ Շատ խելոք է, անդադ նստած կոմպյուտերա խաղում, ոչ մեկին չի անհանգստացնում կամ TV անայում օր ու գիշեր։ Շատ խոնարհ երեխա է։ Բայց որ մի բան ասում չի անում։ Այդպես չի կարող լինի։ Եթե նա խոնարհ է, ուրեմն նա հնազանդվում է, գործողությունով ցույց է տալիս։ Հնազանդություն անգլերենով obedience։ Այսի շատ կարևոր որակ է, որ Աստված գնահատում է։ Ուրեմն ոչ միայն խոնարհ մեզ ցույց տանք, մարդկա ասենց ասում ես, այո, օքեյ, բայց չի անում։ Մի առակ կա, որ Հիսուսը ասեց մի մարդ երկու որդի ուներ։ Եկավ մեկին ասեց գնա իմ արտը աշխատի, գործ արա, ասեց կգնամ հայր, բայց չգնաց։ Հետո երկրորդին եկավ, ասեց որդից գնա արտը աշխատի, ասեց չեմ գնա, բայց գնաց։ Ասում է հիմա նրանցից ով կատարեց Աստծո կամքը, ասում են երկրորդը, այո, ասում է դուք էլ։ Հիմա մարդ կարող է ասի այո, ճիշտ եք, լրիվ, բայց ներսը համաձայն չլինի։ Ներսը անհամաձայնն է։ Մենակ այո, հա ասելով չի։ Պետք է գործով երևա։ Մարդկա կարող է այդ պահին sense մի քիչ
անհասկանալի լինի իր համար, չհասկանա կամ թվա թե չի ընդունում, բայց փոշմանի գնա անի։ Էսի է կարևորը։ Ուրեմն մեր խոնարհությունը երևում է հնազանդությունով։ Հնազանդությունը ինքը շատ մեծ օրհնություններ, խոստմունքներ ունի իր մեջ։ Որն է հնազանդության օրհնությունները։ Երկար են ապրում մարդիկ։ Օրհնված եւ հաջողակ են անում, ինչ անում են օրհնված է լինում եւ հաջողվում է։ Երկրի բարիքներն են ուտում եւ վայելում, ոնց որ ասեցի։ Քո վրա այդ մարդկանց վրա ուժեղ պաշտպանություն կա, որտեվ հեզերի հետ Աստված է, անմիջապես Աստված է։ Այդ տեսակ մարդիկ ունենում են խաղաղություն եւ ուրախություն։ Աղողներն է պատասխանում։ Չար հոգիներին հակառակում են հեզերը եւ նրանք փախչում են։ Որտեվ ասում է հնազանդվեք Աստծուն, հակառակվեք սատանան եւ նա կփախչի։ Բայց մարդը եթե չի հնազանդվում Աստծուն, ինչքան ուզում է աղոթներ անի հակառակվի սատանային, սատանան նրա ընկերն է, որտեվ սատանան ինքը ապստամբ է, հակառակվող է սատանան։ Եթե մենք չենք հնազանդվում, ուրեմն սատանայի կոպիտ ասած հետ ընկերություն ենք անում։ Մարդիկ երբ որ ապաշխարում են իրենց կյանքը տալիս են Հիսուսին, ամենաառաջի պտուղը, որ ես տեսնում եմ, դա հնազանդությունն ու խոնարհությունն է։ Եկեղեցում հարգվում է խոնարհությունը, հեզությունը, Աստված դա է գնահատում։ Երբ որ ես աբականում էի սովորում, այնտեղ եկեղեցու տարածքը շաբաթօրյակ էինք անում մի անգամ, մաքրում էինք, եւ մի տղա կար մեր Աստվածաշնչյան դպրոցի այդ քույրիկներից մեկի եղբայրն էր եկել, որ հավատքի մեջ չէր։ Եվ երբ որ մենք շաբաթօրյակ էինք անում, ավլում էինք, բան էինք անում, այստեղ են ասում, այնտեղ ինքը եկել էր մեր հետ, որպես հայերը, որտեղ այնտեղ շատ էին, եկավ ինքն էլ մեզ կարծես միացավ ինչ որ մի բանով օգնելու, ու երբ որ եկավ այն պահը, որ պետք է ավլեինք, ինքն է ավլեր, ասեց, չէ, ես չեմ ավլում, եսքի բանակում չեմ ավլել։ Բայց դա եկեղեցու համար է, եկեղեցու ասեցի, ես էլ չեմ ավլել բանակում, դրա համար լիքը գուբախտ եմ նստել, կռիվներ եմ արել։ Բայց էսի Աստծո թագավորության համար է։ Աստված գնահատում է, երկու բառ ասեցի, վեկալեց ավելը սկսեց ավլել։ Հասկացա, որ Աստված որն է գնահատում, ստեղ խոնարհությունն ու հեզությունն է գնահատվում, ոչ թե համառությունը, ես իմ ասածը տանեմ առաջ, ով լավ տղա կլինի, ստեղի լավ տղեն խոնարհ տղեն է։ Աստծո թագավորության մեջ ամենա լավ տղեն խոնարհ տղեն է Աստծո առաջ, դու պատկերացնում ես ով է։ Եթե բանտում ամենայն հակառակվողը, այն ամենայն համառը, չոկադորվողը, ապստամբը, ուրեմն գնում հասնում են գողերի աշտևը, ուրեմն ստեղել ամենախոնարհ հեզը Հիսուսին է մոտիկ դառնում շատ, որտեվ Աստված ասում է ես բնակվում եմ բարձրերում, բայց լինում եմ կոդրած եւ խոնարհ սրտերի մեջ։ Եվ մյուս տեղ ասում է Աստված չի հավանում պատարագների հետ, պատարագներ զոհեր, Աստծո ընդունելի պատարագը կոդրած խոնարհ սիրտն է, որ ինքը չի անարգում։ Եթե մենք ունեցել ենք այդ տեսակ բաներ, անհնազանդություն, ապստամբություններ մեր կյանքում, կարևոր է, որ մենք ներողություն խնդրենք Աստծուց, ապաշխարենք, ներում ստանանք եւ օրհնության դռները կբացվի։ Գիտեք, երեխեքան ընկել են տարբեր տղաներ կան, որ ընկել են անհաջողության մեջ, ասենք իրենց կյանքը չի կայանում, չի ստացվում։ Շատ անգամ դրա արմատները գալիս է նրանից, որ իրանք իրենց ծնողների հասցեին վատն են խոսացել, տրտնջացել են, չարախոսել են, լավ վերաբերմունք ցույց չեն տվել եւ Աստծո օրհնությունը չի եղել, որտեվ Աստծո խոսքը ասում է. հարգի քո հորն ու քո մորը, որ քեզ լավ լինի ու երկար ապրես։ Լավ լինելու մեջ մտնում է այդ հաջողությունը, բարգավաճում, ինչ որ անես լավ է լինելու։ Շատ երեխեքի կյանքում կապանքներ ա եկել, որովհետեւ Աստծո բարգությունը կա, որտեւ իրանք հակառակն են խոսացել, չարախոսել են իրենց ծնողներից։ Հետո որն է դրա օգուտները հնազանդության, որ Աստված բարձրացնում է այդ մարդուն, թե հոգևորապես, թե ֆիզիկապես։ Վախի տագնապի մտքերը չեն իշխում այդ տեսակ մարդուն, որ հեզ է, որովհետև Աստված է իր մեջ թագավորում։ Երկնքում մեծ վարձք են ունենում այդ մարդիկ։ Մարդկանց հետ փոխհարաբերությունները լավանում է, հեզ խոնարհ մարդկանց փոխհարաբերություն, գիտես շատերը չեն կարող ընկերները ձեռքբերեն, որովհետև վատ բնավորության պատճառով հպարտ, անհնազանդ, կռվարար ու այդ խոնարհությունը, հեզությունը նաև քեզ բերում է լավ ընկերական շրջապատ ստեղծում։ Իհարկե նայած շրջապատ բոլորի մասին չեմ ասում։ Ու շատ կարևոր է, որ սովորող լինենք։ Այդ հեզության դրսևորումներից մեկը որն է, որ առաջին նայեցինք, որ ասում է հնազանդություն Աստծուն։ Միշտ չի, որ անմիջապես Աստված կգա, ասես քո հետ կխոսա,
որ ասես լավ ես հնազանդվեցի ասում կամ չեմ հնազանդում, այլ այդ հնազանդությունը կարա երևա նրանով, որ ասենք քեզ մեկը մի բան ասում, դու լսում ես դա, ընդունում ես։ Ասում է Հակոբոսի մեջ 1:21-ում ասում է հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմված խոսքը։ Ուրեմն կան մարդիկ, որ ձեր մեջ խոսք են սերմում։ Աստծո խոսքը իհարկե, ճշմարտությունը։ Ասում է հեզությամբ ընդունեք, որ այդ խոսքը ձեր հոգիները, ձեր կամ ասենց ասում, ձեր անձերը կապրեցնի։ Ուրեմն լիքը խնդիրներ չեն լուծվում մարդկանց կյանքում, որտեղ իրանք չունեն հեզություն, եւ որ խոսքը սերմանվում է, իրancs մեջ իրանք հակառակվում են, չեն ընդունում այդ խոսքը։ Եթե հեզությամբ ընդունում են այդ խոսքը գալիս է իրանց մեջ, գործ անում, օրհնության դռներ է բացում։ Ուրեմն խոնարհության մեջ է օրհնությունը։ Հեզության մեջ է օրհնությունը։ Շատ կարևոր է, որ մենք սովորող լինենք, ոչ թե սովորեցնող։ Հակոբոս 3:1-ը ասում է շատ վարդապետողներ մի եղեք, շատ սովորեցնողներ մի եղեք, կամ անգլերեն թարգմանության մեջ ասում է ամենքդ մի եղեք սովորեցնող։ Շատ կարևոր է, որ մենք ավելի շատ լինենք լսող, սովորող, քան որտեղ գնանք փորձենք սովորեցնենք։ Շփում պետք է ունենանք, պետք է շփում ունենանք, չէ՞։ Նայ, շատ կարևոր է, որ դու դա գիտակցես։ Եթե մենք անդադ սովորեցնողի դիրքով գնանք, անգամ կգա պահը, որ պետք է սովորենք ինչ որ տեղից, ինչ որ մեկից, բայց մեր սովորության համեմատ այնքան խոսանք, որ բասկը թողեն կարևոր բաները։ Հասկանում եք, ինչ եմ ուզում ասեմ։ Բոլորն էլ ազատ են կարան խոսան, խնդիր չկա։ Բայց շատ կարևոր է, որ եկեղեցու մարդիկ, հավատացյալները լինեն խոնար, հեզ, սովորելու ընդունակ։ Եթե մենք սովորելու ընդունակ դառնանք, հետագայում նաև ընդունակ կլինենք նաև սովորեցնելու։ Աստված մեզ կվստահի այդ բաները։ Ուրեմն արագ մի հատ կրկնեմ, հնազանդության 7 այն բնագավառները, որտեղ մենք պետք է ցուցաբերենք մեր հնազանդությունը։ Առաջինը հնազանդությունը Աստծուն, երկրորդը կանանց հնազանդությունը իրենց ամուսիններին, երրորդը երեխաները հնազանդվեն իրենց ծնողներին, չորրորդը հնազանդ լինել երկրի ղեկավարներին, հինգերորդը հնազանդվել աշխատանքի ղեկավարներին, վեցերորդը հնազանդվել եկեղեցու առաջնորդներին, յոթերորդը հնազանդվել միմյանց։ Հիմա այս հերթականությունը կարևոր չի, ոնց ուզում եք խառնեք, առաջինը թող մնա Աստվածը, մնացած հաջորդ 6-ը կապ չունի, ոնց ուզում եք դասավորեք, արդեն հերթականությունը այստեղ կարևոր չի, կարևորը առաջին Աստվածն է, մնացածը հետո նոր էլի մտածեք, թե ինչպես է ձեր հնազանդությունը դրսևորվում առ Աստված։ Ինչ պետք է անեք, որ ձեր հնազանդությունը առ Աստված երևա։ Ուրեմն դրանցից մեկը հիմա կլինի, մենք կարող ենք աղոթք անենք ու հիշեք այն բնագավառները, որտեղ անհնազանդություն եք ունեցել, խոնարհ չեք եղել, հիմա ապաշխարեք Աստծո առաջ, եթե երեխեք են եղել, որ բողոքել են իրանց ծնողներից, տրտնջացել են, չեն լսել, իր հոր կամ մորը ասածներին, խրատներին, կարևոր է որ ասեն, ճիշտ է, այստեղ շատ մարդիկ կան մեծ են, բայց մեծերն էլ իրանց ծնողներին, թեև հիմա առանձին են շատ իրանց ծնողներից, հնարավոր է չեն լսել, շատ կարևոր է որ ապաշխարեք, ասեք Տեր ներիր, որ չեմ լսել կամ սխալ եմ խոսացել իմ ծնողների հասցեին, ամեն, կամ եղել է ժամանակ, որ Աստված քեզ մի բան ասե, քեզ մի հանձնարարություն տվե, որ դու մի բան անես կամ քո կյանքում մի բան փոխես, չես լսել, անհնազանդություն է եղել ուղիղ Աստծուն։ Կամ կանայք չեն հնազանդվել իրանց ամուսիններին, չարախոսել են, բողոքել են, տրտնջացել են։ Եկեք աղոթենք, խնդրենք Տիրոջը, որ մաքրի մեզ, ների իր սուրբ արյունով Հիսուսը, թող ամեն անհնազանդություն, ամեն ըմբոստություն հեռանա մեզանից, որովհետև դա հավատացյալներին չի պատկանում։ Տեր, խնդրում ենք քո սուրբ արյունով մաքրես մեզանից ամեն մեկին, Տեր ջան։ Մաքրիր քո սուրբ արյունով, ներիր ամեն անհնազանդություն, ամեն ըմբոստություն, ներիր, որ խոնարհ չենք եղել մեր մեջ։ Ներիր Տեր Աստված ամեն անհնազանդությունը ուղղված քեզ, ամեն անհնազանդությունը ծնողներին, կամ կանայք, որոնք որ չեն հնազանդվել իրանց ամուսիններին, Տեր ջան, կամ երեխաները չեն հնազանդվել իրանց ծնողներին, կամ ամբոստություն, ապստամբություն ենք խոսացել, չարախոսել ենք իշխանավորներին, կամ եկեղեցու առաջնորդներին չենք հնազանդվել, կամ միմյանց հանդեպ խոնարհ հնազանդ չենք եղել։ Ներիր Տեր, խնդրում ենք Հիսուսի սուրբ արյունը մենք։ Տիրոջը հաճելի է խոնարհությունը։
Հենց նոր Աստծո դուրը եկավ, Աստծո դուրը եկավ, Աստծո դուրը եկավ խոնարհությունը։ Այն մարդիկ, ովքեր իրանց սիրտը խոնարհեցրեցին, Աստծո դուրը եկավ։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ ովքեր են իմաստունները, եւ որ շատերը իմաստություն են խնդրում Աստծուց, իմաստությունը երևում է նույնպես խոնարհությունով ու հեզությունով, որտեղ ասում է հպարտը հակառակվում, ասում է գիտությունը հպարտացնում է, մարդ գիտելիքները ձեռք բերում ու հպարտանում է, բայց իմաստությունը խոնարհեցնում է։ Եթե մարդ ունի գիտելիք, բայց չունի իմաստություն, նա հպարտ է, նա ուզում է բոլորին ցույց տա, բայց Սողոմոնը գրում է առակացի մեջ, ասում է իմաստությունը թող լսի ու ել ավելի շատացնի իր իմաստությունը։ Եվ ուրիշ տեղ ասում է իմաստունների մոտ հեզություն կա, խոնարհություն կա։ Եվ որ դու խոնարհ ես, դու հեզ ես, դու իմաստությունով ես վարվում։ Քո կայացրած որոշումները առողջ են, ճիշտ են։ Հպարտության մեջ կա դիվական ազդեցություն, խոնարհության մեջ կա աստվածային ազդեցություն, աստվածային ներկայություն։ Ես չեմ ասում հիմա դուրսը, որ մենք գնանք մեզ ով ինչ ասի, սենց հնազանդվելու ենք։ Նայեք, Հիսուսը ներկայանում է Աստվածաշնչում մեկ որպես առյուծ, առյուծը կենդանիների արքան է, դու գիտեք, սա սիմվոլիկ է։ Եվ Հիսուսը ներկայանում է նաև գառ, Աստծո անմեղ գառը, որ մորթվեց։ Տեղ կա ինքը առյուծը, տեղ կա ինքը գառը։ Հիմա ես չեմ ասում մենք անդադ գառ պետք է լինենք այս աշխարհում։ Մենք գառ ենք մեր Աստծո ձեռքերի մեջ։ Բայց աշխարհում իմաստուն պետք է լինենք, տեղ կա պետք է առյուծ, դուք մի հասկացեք, որ պետք է կռիվ անենք, վեճ անենք, չէ, համարձակ պետք է լինես։ Պետք է կարողանաս ասես ոչ, տեղեր կա։ Սա էլ իմաստության մասն է, թեև ես խոսացի 7 բնագավառների մասին, որտեղ որ մենք պետք է խոնարհություն, հեզություն ցուցաբերենք, բայց ամենտեղ չի, որ պետք է թույլ տանք անարգեն մարդիկ, հասկանում եք, սա էլ մեկ ուրիշ կողմի մասին է, բայց այսօր չենք խոսա, սա ավելի շատ իմաստության մեջ է մտնում, ամեն, փառք Տիրոջը, Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար, Աստծո ներկայությունն է այստեղ, եկեք այս երգը երգենք, փառաբանենք, երկրպագենք Տիրոջը, թույլ տուր Աստված գործի քո մեջ եւ մաքրի, որտեղ այս փառաբանության ընթացքում այդ process-ը գնում է, խոսքը սկսում է մաքրել, խոսքը մաքրում է, խոսքը սրբում է, շարունակում է քեզ սրբել։ Հալելույա։ Ու շատ օժտություններ դու կտեսնեք, որ դրանից հետո գալու է։ Ճեղքում է գալի ձեր կյանքում, շատ բաներ փոխվում է, ճեղքում է գալի։ Եթե խոնարհեցնես, Աստծո օժտությունները կարձակվի Հիսուսի անունով։